Երկու հիմնական ուղերձ ունենք, առաջինը ներհասթանյան, ներքին քաղաքականության առնչվող եւ երկրորդը արտաքին քաղաքականության առնչվող, իսկ ավելի կոնկրետ ադրբեջանական քաղաքականության դեմ եւ Եվրոպայի փաստորեն սառացքի ներքո ադրբեջանական հանցագործությունների սաստկացումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ հատկապես Արցախում։ Սա է խնդիրը, ներսում մենք կոչ ենք անելու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին աչք չփակել Հայաստանում դեմոկրատիայի ժողովրդավարության հետընթացին եւ արդեն անթաքույց միահեծան բռնակալության հաստատմանը։ Հայաստանում մենք այսօր ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, շինծու գործերով մարդկանց դատումը, անտրամաբանական մեղադրանքներով մարդկանց դեմ քրեական գործերին հարուցում եւ որպես խափանման միջոց ընտրում են կալանքը, այսինքն զրկում են ազատությունից, իսկ իշխանության հետ կապ ունեցող անձանց կամ պետական համակարգում ծառայած անձանց ծանր հանցագործությունները մնում են մարդկանց դեմ քրեական գործերին հարուցում, բայց որևէ հետևանք չկա, մասնավորապես Սոնամ Նացականյանին մահացու վրայարդի ենթարկած վարորդի դեպքում։ Այսինքն, որպես իրական եթե Եվրոպան որպես իրական բարեկամ է ուզում հանդես գալ Հայաստանի համար, չի կարող աչքերը փակ պահել Հայաստանում տիրող այս ապօրինությունների վրա։ Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքը կա, չէ՞, որ ասում է կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր խումբը փորձում է ընդդիմությանը ներկայացնել որպես ռուսական ազդեցության գործակալ, իրենց պատկերել որպես արևմտյան արժեքների ջատագով, ժողովրդավարության ջատագով, բայց այս ամեն ինչը իրականության հետ որևէ աղերս չունի։ Մենք միշտ հանդես ենք եկել Եվրոպայի հետ սերտագույն հարաբերությունների հաստատման օգտին, մասնավորապես ՍԵՊԱ-ի ամբողջական ամբողջ ծավալով իրականացման օգտին։ Մյուս խնդիրը իհարկե վերաբերվում է Արցախին, Արցախահայությանը։ Արցախի ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության, էթնիկ զտման եւ քաղաքակիրթ աշխարհի պարտականությունն է ապահովել արցախցիների անխոչնդոտ հավաքական եւ անվտանգ վերադարձը իրենց հայրենիք։ Մենք Բաքվի բանտերում ունենք բանտարկյալներ եւ պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն բանտարկյալներին օր առաջ ազատ արձակելու ուղղությամբ եւ իհարկե մենք չենք կարող մի վայրկյան անգամ դադարել մտածել Բաքվի զնդաններում պահվող մեր հայրենակիցների ճակատագրությունների մասնակցում էր նաև հերրավար իհարկե Ադրբեջանի նախագահը հետևել եք նրա ելույթին նաև Նիկոլ Փաշինյանի արձագանքը որ հաջորդ ճակատագրությունին ինքը մասն թե Ալիևիչի ժամանակ բայց ինքը պատրաստակամություն հայտնեց 28 թվականին մեկնել Բաքու ցավոք սրտի հետևել եմ իհարկե Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս այդ պետության թշնամական հաճած էությունը Ալիևը այս ամբիոնը օգտագործեց եւս մեկ անգամ պատմական իրականությունը աղճատելու ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևերը Հայաստանին չէին դատապարտում որևէ հարցում եւ Արցախի կարգավիճակի ամրագրման նպատակ չէին հետապնդում ավելին ասեմ 874 եւ 884 բանաձևերին դեմ է քվեարկել ոչ թե դեմ է քվեարկել Դրանց իրականացումը բոյկոտել է հենց Ադրբեջանը, հայտարարել է, որ դա չի անի, որովհետև այնտեղ հստակ պահանջ կար կատարելու Մինսկի խորհրդաժողովի ներկայացված ծրագիրը, որը ասում էր պետք է բացվի խորհրդաժողով, որտեղ պետք է հստակեցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը, ավելին ասեմ, Ադրբեջանից պահանջվում է զորքերը դուրս բերել Մարտակերտի շրջանից։ Այսինքն, հասկանում եք, չէ՞ որ եթե աշխարհը Արցախը դիտել Ադրբեջանի մաս դեռևս 93 թվականին չէր ասի Ադրբեջան քո զորքերը հանի Մարտակերտի շրջանից եւ ցավալի է որ Եվրոպան ծափահարեց եւ շատ ավելի ցանկալի է ներողություն սա շատ ավելի ցավալի է որ Նիկոլ Փաշինյանը ծափահարեց եւ որ հիմա ասում է ես պատրաստ եմ գնամ ակնհայտ է որ ասել եմ պիտի գնաս ինքն է կգնա
Պարոն Խաչատրյան, կարծես հիմա Երևանը դարձել է հակառուսական հայտարարությունների կենտրոն։ Տեսեք, քիչ առաջ օրինակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսում էր ոչ թե հակառուսական, այլ այստեղից թեզերն ինչու, որոնք նաև հակառուսական են, որ Հայաստանը նախկինում դիտում էր որպես ռուսական արբանյակ ինչ-որ մի սեղանի շուրջ։ Հայտարարություններ են արվում օրինակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից, որ չգիտեմ, այդ անօթաչու թռչող սարքերը Կրեմլի ուղղությամբ եւ Մոսկվայի վրա այսպես կդառնան, այս բախի չգիտեմ ինչ։ Մենք ու այս ֆոնին Հայաստանում առաջիկայում ընտրություններն ու Հայաստան ներկայացվում է որպես պրոռուսական կենտրոն նախկինում։ Հիմա փոխում այդ ուղեցիրը։ Այս մասով ինչ կարող ենք ասել։ Զելենսկին թող իր դարդերը լասի, չեմ ուզում որևէ կերպ անդրադառնամ իր ելույթին։ Մակրոնի հայտարարությունը հարված էր Փաշինյանի 8 տարվա ամբողջ քարոզչությանը, թե մեր Հավշա հեղափոխությունը արտաքին օրակարգ չի սպասարկել, ունեցել է զուտ ներքին օրակարգ, իսկ Մակրոնի հայտարարությունը ցույց են տալիս, այ որ հեղափոխությունը չլիներ, Հավշա հեղափոխությունը չլիներ, Հայաստանը վերածվել էր Ռուսաստանի ֆորպոստ էր դառնալու, հիմա Հայաստանը ազատվեց։ Հիմա թող Փաշինյանը մի հատ վերջապես կողմնորոշվի, դա արտաքին հեղափոխություններ, արտաքին ուժերի կողմից խրախուսված, որովհետև եթե դու ունես արտաքին օրակարգ, բարձ է, որ կլինեն ուժեր, որոնք քեզ կաջակցեն, թե զուտ ներքին օրակարգ, ներքին նպատակներ հետապնդող հեղափոխություն դա իրանց այո, ես ինչ առաջ էլ նշեցի, որ Հայաստանը փորձարվում ներկայացնել որպես ռուսականության կենտրոն, որ ընդդիմությունը այսօր ռուսական շահերն առաջ քաշում, բայց Սեպան երբ ստորագրվեց, ով էր Փաշինյանը հեղափոխությունից առաջ։ Եվ արդյոք Փաշինյանը ամբողջ ծավալով է իրականացնում այն, ինչ որ նախատեսվում էր համապարփակ եւ ընդլայնված համագործակցության ծրագրով։ Իհարկե ոչ։ Մենք ասում ենք, որ պետք է լինել իրատեսական։ Եվ իրատեսականությունը Սեպան իրականացնելն է ամբողջ ծավալով։ Խաչատրյան, մի քաղաքական առաջին նախագահն այսօր գործընթացներ կլինեն փողոցում Այսօր ինչի հայտարարը չգիտեմ, ենթադրեմ երեկվա հայտարարության մասը, երեկվա հայտարարությունները, այո, որ ասում են ընտրական գործընթացը 3 փուլից է բաղկացած՝ նախընտրական, քվեարկություն եւ հետընտրական։ Այո, Փաշինյանը մենք չենք բացառում, որ Փաշինյանը տեսնելով, որ չունի աջակցություն, թե նախընտրական փուլում կարող է գնա օրենքի խախտման, թե բուն քվեարկության ժամանակ եւ թե հետընտրական փուլում։ Այնպես որ այո, պատրաստ ենք բոլոր զարգացումներին։ Ինչ եք բացառում, որ ընտրությունների արդյունքները կարող են եւ հարցեր առաջացնել ընթացքը բուն քվեարկության։ Չեմ բացառում, ավելին, երբ Փաշինյանը տեսնի, որ չի կարողանում արդար ընտրություններով վերարտադրվել, բոլորովին չեմ բացառում, հակառակ համոզված եմ, որ ինքը կփորձի գնալ իշխանազավթման, պետական հեղաշրջման։ Բայց ընտրողները ժողովուրդը պարտված պետք է լինի իր քվեին տեր կանգնել։ Պարոն Խաչատրյան, տասնյակ պատվիրակություններ են Երևանում, նրանցից գոնե մեկից ընդդիմությանը նաև հանդիպելու առաջարկ կամ քննարկում եղել էր վերջին օրերին։ Գիտեք, ես ճիշտ ասած վստահ չեմ, որ այս հանդիպման ֆորմատը Չէ, ոչ, գագաթնաժողովին զուգահեռ նաև։ Այս պայծրությամբ չեմ կարող որևէ բան ասել։ Գագաթնաժողովին մասնակցելու է նաև Թուրքիայի փոխնախագահը, կուզենք այդ մասով մի բան ասեք, ինչ կտասա։ Ես ուզում եմ հերթական անգամ փորձ անել կարծրատիպերը կոտրել։ Մենք երբեք չենք ասում Թուրքիայի հետ պետքա դռները փակենք, իրանց հետ չխոսենք։ Լավ, սա երկու իրար հետ ճշնամացած հարևանների խնդիր չի։ Խոսքը գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների, մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի, մեր ազգի իրավունքների, բայց ոչ Թուրքիայի պատվիրած երաժշտության ներքո։ Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը 93 թվականի ապրիլին Խարվաճարի ազատագրման օրը։ 3 տարի է անցել, ներողություն, 6 տարի է անցել
ինչ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին։ Թուրքիան չի բացում սահման, այսինքն ինքը այսօր իսկ Հայաստանի դեմ վարում է պատերազմական, թշնամական գործողություններ։ Այսինքն եկել է, բայց չի նշանակում, որ մենք պետք է այդ հարցը չբարձրացնենք եւ չասենք, որ մենք ունենք ոչ միայն պատմական իրավունքներ, որտեղ ցեղասպանության ճանաչման խնդիրը, որ մենք ասում ենք ցեղասպանության ճանաչման աշխատանքները, ճանաչման եւ դատապարտման, իրանք ոչ թե պատմական արդարության վերականգնման խնդիր է միայն, այլ այսօրվա անվտանգային խնդիր է։ Ցեղասպան պետությունը միջազգային օրենքի համաձայն պարտավորություն է ստանձնում, պարտավոր է ապահովել զոհի անվտանգությունը։ Դա առաջին եւ երկրորդը այսօր այս պայդրությամբ լավ մայիսի 4 ժամը 14:10 Թուրքիան մեր դեմ թշնամական քաղաքականություն է իրականացնում։ Դա պատերազմի դրսևորումներից մեկն է։